Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո Հայաստանի ԱԳՆ-ն նույն օրը հաստատել էր լուրը եւ հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները եւ վայրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը եւ հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է 0-ի։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում, հասկանալու համար, թե ինչպես են քաղաքացիները գնահատում խաղաղության պայմանագրի համաձայնեցումը եւ ինչպես են վերաբերվում նրան, որ դա հնարավոր է դարձել Հայաստանի զիջումների շնորհիվ։ Armenia Today-ի թղթակիցը հետաքրքրվել է նաև, թե ինչպես են մտածում քաղաքացիները, արդյոք պայմանագիրը կբերի իրական խաղաղություն։ Նորմալ է վերաբերում։ Իսկ ինչու՞ պիտի այսինքն պիտի չլներ համաձայնություն։ Հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղ ապրել։ Դա ինչու հնարավոր չի։ Որ 70 տարի ապրում էին նույն մշակույթով իրար դաժա ապրում էին, ես դա չեմ տեսել, բայց մեր ավակ սեզոնը հո տեսել եմ։ Ինչպես բոլոր հայ ժողովուրդը ուզում են խաղաղություն լինի, բայց Ադրբեջանը ինչ որ ճարպկություն անում, հա ուզում է մեր ժողովուրդը ինչ որ մի փոքր սխալ բան գործեն ու նրանք պատերազմ ցանկանան, պատերազմ էսկալացիա սկսվի։ Այսպես է իմ կարծիքն է դա։ Բայց պայմանագիրը իրական խաղաղություն կբերի, թե ոչ։ Մեր թշնամիները այսօր նրանք շատ ուժեղ են։ Այսօր Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին, Ադրբեջանն էլ գազամատակարարում ամբողջ Եվրոպային ու նա իրեն լավ է զգում։ Հայաստանը ինչ անի, շեղջ Հայաստանը ինչ անի։ Դա համաձայնություն չի, դա կապիտուլյացիա է, որ այս դեգեներատը կապիտուլացվել է հազարավոր տարիների թշնամու հետ, ինչ համաձայնության մասին է խոսքը։ Այսինքն իրական խաղաղություն չի լինի։ Իհարկե չի լինի։ Երբ հայ իրական խաղաղությունների հայ ու թուրքի միջև 500 տարիա կոտորում են, այն ինչ որ կատարվում է հիմա Սիրիայում, երկու շաբաթվա ընթացքում 60,000 մարդ են կոտորել, երեխեքին գնդակահարում էին, նույն բանը կատարվելու է այստեղ։ Ալիևը չի համաձայնվել եւ նա իր նպատակին ուզում է հասնել, բայց մեր ժողովուրդը պետք է կազմակերպվի եւ կարողանան դրանց ոնց որ պետք է ջարդը տալ Ադրբեջանի ոնց որ միշտ եղել է, Բայց իշխանությունը խաղաղություն է ուզում։ իշխանությունը խաղաղություն չի ուզում, պատերազմ է ուզում, որ մնա իր գահին։ Հասկացա՞։ Խաղաղություն չկա, որովհետեւ սկսած Ռուսաստանից, սկսած Ամերիկայից, որոնք իրենց ցանկություններն են, այսպես ասած, արտահայտում, մեկը գրավում է Ուկրաինան, մեկը գրավում է Կանադան ուզում գրավի, հիմա Թուրքն էլ ուզում է Հայաստանը գրավի, այդքան բան։ Ես այնքան հերոյ եմ այդ բաներից, աղջիկս, մի խելացի մարդ կտեք հարցնի։ Վատ։ Ընդհանրապես այդ մասին չեմ ուզում խոսել եւ չեմ համարում այդ պայմանագրին։ Այսինքն խաղաղություն չի լինի այդ պայմանագրից հետո։ Չեմ կարծում։ Շատ վատ, որովհետև Ադրբեջանը հուսալի բան չի։ Ես մտածում եմ, որ այս որ ասում է բաները, սահմանապահները արտասահմանյան դուրս գան, դա հնարավոր բան չի, շատ սխալ է այդ։ Իսկ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ պայմանագրի տեքստը հաջողվել է համաձայնեցնել այն բանից հետո, երբ Հայաստանը համաձայնեց վերջի երկու կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ Դե Փաշինյանը միշտ էլ Փաշինյանը լսում է ինչ Ադրբեջանն ասում ու աշխատում է համերաշխություն, չգիտեմ, ես շատ սխալ եմ համարում այդ Փաշինյանի ասածները։ Այսինքն այս պայմանագիրը խաղաղություն չի բերի երբեք։ Ադրբեջանը չի համաձայնի ոչ մի պայմանագրի։ Ես չեմ էլ հավատում, որ կհամաձայնվի։ Իսկ եթե համաձայնվի, մեկը խաղաղություն չի։ Абсолютно не могу сказать ничего положительного.
Այսինքն խաղաղություն չի բերի այդ պայմանագիրը։ Ես կարծում եմ ոչ, որովհետև ինչ պահանջում է ավելի կրկնապատելու է իր պահանջները։ Իրադարձությունը կախված է բովանդակությունից։ Խաղաղություն կլինի թե ոչ։ Համե։ Այդ պայմանագիրը խաղաղություն կբերի թե ոչ։ Էլի սա բովանդակությունից է կախված։ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղ ապրել։ Դե ապրենք, չէ՞։ Մինչև պատերազմները, բայց պատերազմներից հետո Դա պատերազմների հիմա է հարց տալիս։ Կամերան դեպի ցանկալի է։ Քաղաքությունը լավ բան է, վատ բաչ, բայց թե որ գերիներին չեն տալիս։ Այդ լավ կլինի։ Առած գերիները խաղաղություն տասխալ բան։ Առաջ փոխեն գերիներին, հետո խաղաղություն։ Ոնց է կարծում այդ պայմանագիրը Ադրբեջանը ստորագրելու է։ Ոչ։ Միանշանակ ոչ։ Այսինքն խաղաղություն չի բերի այդ պայմանագիրը։ Միանշանակ ոչ։ Ղարաբաղը հանձնեցի խաղաղություն ստացան։ Ես չեմ հավատում, որ դա պայմանագիր որ համաձայնեցրած լինեն։ Չեմ հավատում, որովհետև եթե համաձայնեցրել են, չի կարա մեզի մեր համար լինի օգտակար դա։ Շոր մի բան տեղ ինտո էլի վերջը ժողովրդական բան է հասցնել իր ստամա։ Այսինքն իրական խաղաղություն չի լինի։ Իրական խաղաղություն ալևը չի ուզում վալդեցնի։ Ինչքան կարելի է զիջելով էլ քեզ կարա խաղաղության հասնես։ Ուրեմն ինչ-որ մի հատ բան զիջելու են, շատ լուրջ բան է զիջելու։ Իսկ թվում է խաղաղության այդ ոնդը կետեր կա, ինքը պահանջում է այդ կետերը ոնց են կատարելու։ Այդ է ամենակարևորը։ Վերջին երկու կետերի երբ Հայաստանը համաձայնեց, այդ ժամանակ Ալիևը նույնպես ասաց, որ կհամաձայնի։ Դե այս այդ 6 երկու կետերն է ցավալի էլի։ Դա չէ թե ոթի մեջ ասելով որ պետք է կնքեք, թող կնքեն, բայց լինի համարժեք խաղաղության պայմանագիր, ոչ թե անհամարժեք։ Մի բան որ պայմանավորված լինի Թուրքի լամուկ Նիկոլով ոչ մի բան չեն ակնկալում, որտեղ դա խաղաղության պայմանագիր չի կարող լինել, դա հերթական խայտարակության պայմանագիր է։ Իրական խաղաղություն չի լինի։ Միայն հաղթելու դեպքում խաղաղությունը պարտադրվում է հաղթանակով։ Պարտվողը չի կարող խաղաղություն հաստատել, չի կարող։ Դա մենք ապացուցել ենք մեր անցած կյանքի ճանապարհով։ Չեմ կարող ոչինչ ասել, որովհետև ես նույնիսկ չեմ էլ հավատում այդ համաձայնությանը։ Մենք այնքան տարածքներ ունենք, որ պետք է պայքարենք վերադարձնեն, նոր նստեն այդ սեղանի շուրջը կարողանան ինչ որ մի եզրակացության գան։ Թե չէ ինչ պայմանակ, ինչ կարելի անել։ Այսքան տուժված բաներից հետո կարելի է իրաց այդ բան անել, համաձայնության գալ։ Այսինքն իրական խաղաղություն չի լինի։ Չեմ հավատում ես։ Չգիտեմ։ Միգուցե սխալ է, բայց չեմ հավատում։